Բարև ձեզ։ Իրավաբանեթը շարունակում է կանայք օրենսդիրում նախագիծը եւ այս անգամ հյուրընկալվել ենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանին։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 29-ին Երևան քաղաքում։ 2008 թվականին ավարտել է Երևանի Պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2012 թվականին սովորել է Mobility International USA կազմակերպության կանանց առաջնորդության եւ հաշմանդամության ինստիտուտում։ 1999-ից 2014 թվականներին գլխավորել է Արևածաղիկ մանկապատնեկան ամսագիրը։ 2017-ից 2018 թվականներին ելք խմբակցության կողմից ընտրվել է Երևանի ավականու անդամ։ 2018-ից 2019 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում նախարարի տեղակալ։ Այնուհետև 2019-ից 2020 թվականներին զբաղեցրել է նախարարի պաշտոնը եւ միաժամանակ դասավանդել Երևանի Պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետում։ 2021 թվականի հունիսի 20-ին քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր։ Բարև ձեզ, Տիկին Բաթոյան։ Տիկին Բաթոյան, 2021 թվականին քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմից ընտրվել եք ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2019-ից 20 թվականներին զբաղեցրել եք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։ Խնդրեմ ձեր ճանապարհի մասին դեպի քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Իմ ճանապարհը եղել է պատահական եւ ես շատ, այսպես ասեմ, երջանիկ պատահականությամբ ծանոթացել եմ այն ժամանակ դեռևս քաղաքացիական պայմանագիր նախաձեռնության անդամների հետ, երիտասարդ քաղաքական գործիչների հետ, մասնավորապես պարոն Եղոյանի հետ, հետո իհարկե պարոն Հարությունյանի, Նիկոլ Փաշինյանի եւ թիմին միացել եմ ամենասկզբում, երբ նախաձեռնությունն էր քաղաքացիական պայմանագիրը, որից հետո իհարկե դարձել եմ նաև հիմնադիր անդամ կուսակցության, ընտրվել եմ վարչության անդամ։ Այսպիսով 2020 թվականի նոյեմբերին դուք ազատվեցիք նախարարի պաշտոնից։ Կպատմեք այդ որոշման մասին, արդյոք դա վարչապետի առաջարկությունն էր, թե ձեր անձնական որոշումը, եւ ինչպես կգնահատեք ձեր աշխատանքը նախարարի պաշտոնում, մասնավորապես COVID-ի եւ 2020 թվականի պատերազմի ժամանակահատվածում։ Որոշումը քաղաքական էր եւ դա, եթե հիշում եք, պատերազմից հետո ծանր ժամանակաշրջաններ եւ նման փոփոխությունների կարիք կար, ողջ կազմը փոփոխվեց։ Իմ աշխատանքը չեմ կարող միանձնյա գնահատել իհարկե, ես կարող եմ նշել, որ աշխատել եմ ամեն ինչ անել, որպեսզի այդ ժամանակահատվածում օգտակար լինեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախի մեր հայրենակիցներին, որովհետև ամենադժվար տարին էր 20 թվականը եւ մենք 19 թվականին էինք միայն, այսպես ասեմ, հասցրել քաղելու այն մեր կառավարման պտուղները, նաեւ նոր ծրագրեր իրականացնել եւ դրանից հետո միանգամից բնականաբար եղավ COVID-ը, պատերազմը։ Անցնելով ձեր քաղաքական գործունեությանը, ո՞րն է այն հիմնական նպատակը, որը ցանկանում եք իրագործել եւ ինչպիսի համակարգային թերություններ եք բացահայտել։ Գիտեք, ես միշտ ասում եմ, որ քաղաքականությունը միջոց է նպատակներին հասնելու համար, իմ դեպքում բնականաբար դա հավասար հնարավորությունների խթանումն է, սոցիալական խնդիրների լուծումը, ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, կանանց համար հավասար հնարավորությունների ապահով միջավայրի ստեղծմանը, երեխաների, տարեցների։ Ներկայումս որպես ազգային ժողովի պատգամավոր եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ, որ բարեփոխումներն եք համարում առանցքային եւ ինչ քայլեր եք այժմ ձեռնարկում դրանք իրականացնելու համար։ Ամենակարևոր օրենքը, որը ընդունվեց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքն էր, որը մինչ այդ մենք անընդհատ քննարկում, մշակում էինք, բայց այդպես էլ չէինք ընդունում կոնվենցիան վավերացնելուց հետո, եւ դրանից հետո տարբեր նախաձեռնություններ են եղել։ Ներառական կրթության ոլորտում ունենք բազմաթիվ փոփոխություններ, մատչելիության հետ կապված ես կարևոր փոփոխություններ եմ համարում նաեւ հենց իմ նախաձեռնած օրենսդրական փաթեթը, որը վերաբերում է ժեստերի լեզվի ծավալների ավելացմանը, թե հեռուստաեթերում, թե ազգային ժողովի լսումների ընթացքում։ Դուք ակտիվ աշխատել եք ընտանեկան բռնության դեմ պայքարում, ներառյալ նոր նախագիծը, որը առաջարկում է պետական տուրքի արտոնություններ։
բռնության ենթարկվածների համար։ Ինչպես կգնահատեք այս օրենսդրական փոփոխությունների ազդեցությունը եւ ներկա իրավիճակը։ Պետական турքի մասին օրենքի փոփոխությունը պայմանավորված այն հանգամանքով, որ ընտանեկան բռնության ենթարկված շատ հատկապես կանայք, ես հիմա կանանց մասին եմ խոսում, ստիպված են լինում դիմել դատարաններ, բողոքարկելու այն որոշումները, որոնք դատարաններն են կայացրել, որոշելու երեխայի բնակության վայրը, ալիմենտի հետ կապված հարցեր, ընտանեկան տարբեր խնդիրներ, ամուսնալուծության հետ կապված հարցեր եւ այս պարագայում իրենք ազատված չեն պետական турքից եւ սա առանց այն էլ հոգեբանական եւ սոցիալական ինչի՞ չէ ծանր վիճակում գտնվող անձանց համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնում։ Իսկ ինչ լուծումներ եք տեսնում զբաղվածության բարձրացման եւ աղքատության հաղթահարման համար Հայաստանում։ Զբաղվածության ոլորտում ես կարծում եմ ամենալուրջ խնդիրներից մեկը կրթության համապատասխանությունն է աշխատաշուկային։ Մենք շատ ոլորտներում ունենք մասնագետների պակաս, մի կողմից եւ մյուս կողմից ունենք մարդիկ, քաղաքացիներ, որոնք աշխատանք են փնտրում, բայց այդպես էլ չեն գտնում։ Մենք պետք է մոտարկենք սա, այսինքն մենք պետք է հասկանանք ինչպիսի կրթություն, մասնագիտություն, հմտություններ ենք ձևավորում, որոնք անհրաժեշտ են մեր շուկային։ Ինչ վերաբերում է աղքատությանը, այսօր արդեն նաև մենք ունենք նոր տվյալները 0.6% է ծայրահեղ աղքատությունը, բայց մյուս կողմից մենք պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկենք ամենախոցելիներին ծառայություններ տրամադրելու համար, որովհետև մենք պետք է օգնենք, որ մարդը ինքն իրեն օգնի։ Արդյոք կանանց ներուժը բավարար չափով գնահատվում է քաղաքականության մեջ։ Ես չեմ կարծում, որ բավարար չափով կանայք ներգրաված են քաղաքականության մեջ, բայց մենք ունենք էական փոփոխություններ։ Մենք կուսակցությունում մշակել ենք կանանց ներգրավման միջոցառումների ծրագիր, փորձում ենք դա իրականացնել, մենք նաև վարչության համար ենք որոշակի քվոտա սահմանել, հա, այսօր մենք վարչությունում արդեն 4 կին ունենք, եւ կարծում եմ, որ այս օրինակին պետք է հետևեն նաև բոլոր մյուս կուսակցությունները։ Դուք որպես կին քաղաքական գործիչ հանդիպել եք խոչընդոտների կամ նախապաշարմունքների կապված ձեր սերով։ Իհարկե հանդիպել եմ։ Ամենավառ օրինակը միշտ բերում եմ, որը կարծում եմ շատ տարածված է, երբ կարող են օրինակ որևէ քննարկման ժամանակ, այ որ դու ինչ-որ բան ես հնչեցնում, առաջարկ ես անում կամ կարծիք ես հնչեցնում, եւ սա միայն ինձ չի վերաբերում։ Եվ այդ նույն կարծիքը կամ նույն առաջարկը կարող է հնչեցնել տղամարդը, բայց դրանից հետո կարող է դա օրինակ ընդունվել, կարող է գնահատվել ավելի շատ, քան երբ որ դա կին է անում։ Բայց միևնույնն է, մենք չենք կարող ժխտել, որ ապրում ենք մի հասարակությունում, որտեղ այդքան էլ ընդունված չէ, որ կինը պիտի քաղաքականությամբ զբաղվի, որ կինը պիտի ղեկավար պաշտոն զբաղեցնի, որ կինը պիտի տղամարդուն հավասար լիազորություններ ունենա։ Ըստ ձեզ, ինչպիսի բարեփոխումներ են անհրաժեշտ Հայաստանի սոցիալական ապահովության համակարգում։ Բարեփոխումների սկիզբը դրվել է, մենք դեռևս 20 թվականին մշակել ենք անապահովության գնահատման նոր համակարգը, որի վրա աշխատեց կառավարությունը եւ որը հիմա պիլոտային փորձարկվում է երկու մարզում՝ Սյունիքում եւ Կոտայքում։ Այստեղ այս համակարգի նպատակն է աջակցությունը դարձնել ավելի թիրախային, գնահատել կարիքները եւ հասկանալ ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի մարդը կարողանա դառնալ ինքնուրույն եւ մրցունակ։ Ինչ է սա նշանակում։ Մենք ունենք մի համակարգ, գործող համակարգը, որտեղ օրինակ ընտանեկան նպաստ կարող է լինել 20,000 դրամ ամսական։ Սա մարդու կյանքում որևէ բան չի փոխում, էական բան չի փոխում, բայց մյուս կողմից մենք դրա համար ռեսուրս ենք ծախսում։ Բայց եթե մենք հասկանանք, թե ովքեր են մեր ամենակարևոր թիրախները եւ խոցելի ընտանիքները, որոնք ամենաշատն օգնության կարիք ունեն, մենք կարող ենք վերանայել այդ ռեսուրսների բաշխումը։ Տիկին Բաթոյան, արդյոք ընդդիմադիր պատգամավորների հետ ունեք համագործակցության ձևաչափեր աշխատանքի եւ սոցիալական հարցերի բարեփոխումների իրականացման հարցերում։ Ոչ, երբեմն եղել են դեպքեր, երբ աշխատանքային քննարկումներ են կազմակերպվում հասարակական կազմակերպությունների կողմից կամ այլ երևի հասարակական կազմակերպությունների կողմից ավելի շատ, եւ այդ ձևաչափերով մենք մասնակցում ենք համատեղ քննարկումներ ունենում ենք, բայց այդպես որ ասեմ առանձին ինչ-որ ձևաչափ, առանձին ինչ-որ ֆորմատ աշխատանքի համատեղ չունենք։ Ամփոփելով մեր զրույցը եւ վերջին հարցը։
Հայաստանում սոցիալական մեդիան այժմ մեծ դեր ունի քաղաքականությունն ու հասարակական հարցերը ձևավորելու հարցում։ Ինչպես է գնահատում դրա դերը եւ այն, թե ինչ ազդեցություն ունի քաղաքական որոշումների կայացման վրա։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին մարդկանց մեդիագրագիտությունը զարգացնելու կարիք կա եւ իրազեկելու, որպեսզի կարողանան քննադատաբար մոտենան այն ամբողջ տեղեկատվությանը, որը ստանում են եւ որը սոցիալական մեդիան իրենց հրամցնում է։ Բնականաբար աղմուկը, ապա տեղեկատվությունը, բռնությունը, ատելության խոսքը շատ մեծ տեղ են գտել այսօրվա սոցիալական հարթակներում, սոցիալական մեդիայում եւ յուրաքանչյուրը ով ուղղակի ունի սմարթֆոն կարող է իրեն համարել տեղեկատվություն տրամադրող, ել չեմ ասում լրագրող, ժամանակ է անհրաժեշտ որոշակի, որպեսզի մենք բոլորս ադապտացվենք դրան ու հասկանանք, կարողանանք տարանջատել, օրինակ, որոնք են ապա տեղեկատվության ազդակները, որոնք են հավաստի տեղեկատվության աղբյուրները եւ այլն։ Այստեղ ես կարծում եմ, որ քաղաքական գործիչները հատկապես իրենք պիտի ակտիվ լինեն ու նախաձեռնող, որպեսզի կարողանան տեղ զբաղեցնել այդ հարթակում եւ այդ միջավայրում։ Շնորհակալություն զրույցի համար, Տիկին Մաթոյան։ Ես եմ շնորհակալ։